Զանանու yok maşin yani herkes kaybediyor. Այս ֆուտբոլային խաղում հաղթողներ կամ պարտվողներ չկան, սակայն քաղաքական տեսանկյունից երկու կողմերն էլ հաղթել են։ Այսպես է կարծում Թուրքիայում բնակվող հայացքի մեր այս հայրենակիցը։ Իրականում ոչ Հայաստանի եւ ոչ էլ Թուրքիայի հավաքականներն այս խաղի արդյունքում աշխարհի ֆուտբոլային եզրափակիչին այսպես թե այնպես չեն մասնակցելու։ Կարևորը սակայն այն էր, որ թերևս խաղն իսկապես հետաքրքիր էր տարբեր պատճառներով։ 18600 նստատեղ ունեցող Բոսրայի մարզադաշտում տեղի ունեցող խաղին հնարավոր էր մասնակցել միայն հրավիրատոմսերով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային դրանցից ընդամենը 100-ներ բաժին հասել։ Չնայած դրան, հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից պատմական այս օրերին շատերի համար ֆուտբոլային այս խաղն ինքնին չի կարող դիտարկվել քաղաքականությունից դուրս։ Դրա վառվկայությունը թերևս այն, որ խաղին նախորդել էր այդ երկրում գործող թուրքական աշխատավորական կուսակցության նախաձեռնած բողոքի ակցիան։ Ցուցարարները, որ հավաքվել էին մարզադաշտի մոտ, պահանջում էին դադարեցնել սահմանների բացման գործընթացը, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթաց չի գրանցվել։ Խաղի նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռաջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել է Ադրբեջանից իր երկիր ժամանած պատգամավորների հետ։ Հանդիպումից հետո ադրբեջանցի պատգամավոր Սաիդ Սամեդովն ասել է, թե իրենք եկել են արտահայտելու իրենց մոտեցումները հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ։ Մեզ ասվել է, որ Թուրքիան անելու է ամեն բան Ադրբեջանի համար կարևորագույն խնդիր հանդիսացող Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման տեսանկյունից, ասել է նա։ Այսուհանդերձ ադրբեջանական պատվիրակության այս նստեյության ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ հայ-թուրքական հոկտեմբերի 10-ին կնքված արձանագրություններով ըստ էության բացառվում է Արցախի խնդրի կապը գործընթացին։ Արսեն Խառատյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։